Տիրոջը։ Եվ ուզում շնորհակալություն ասեմ սիրելի Վազգեն եղբորս նախաձեռնության համար, որ իր սրտի մեջ ընդունեց և գործի դրեց այս կանչելի հնարավորությունը պարգևելով, որ մենք այսօր միաբան Տիրոջ ներկայության մեջ լինենք և օրհնվենք իրարից։ Փառք Տիրոջ, շնորհակալ եմ ձեր ջերմ ընդունելության համար և փառք եմ տալիս Աստծուն, որ իսկապես միաբանությունը Տիրոջ համար շատ կարևոր մի արժեք է, որի վրա ինքը իջացնում է օրհնությունը և կյանքը։ Եվ մենք վայելում ենք այդ օրհնությունը և կյանքը հիմա իրար հետ։ Ամեն։ Եվ իսկապես, որ շատ արժեքավոր բաներ կան մեր կյանքի մեջ, բայց այդ արժեքավորների մեջ կարևորներից մեկը սա է, որ Աստված երբեմն մեզ ընկերներ է տալիս։ Մենք կարանք շատ օրհնություններ ունենանք, բայց ընկերները դրանք ներկա շարունակական օրհնություններ են։ Եվ կարծում եմ Դավիթի և Հովնաթանի օրինակը կարևոր և հիմնավոր մի բան է, որի վրա մենք տեսնենք, թե ինչքան մեծ օրհնություններ իրար հետ ընկերություն անելը, անշահախնդիր, ազատ մրցակցությունից։ Մենք իրար հետ մրցելու ոչինչ չունենք, մենք իրար լրացնում ենք և մենք իրարից օրհնում ենք։ Եվ ես աղոթում եմ, որ իսկապես Աստված այս ընկերությունը անձնական և եկեղեցական շարունակական լինի և դառնա օրհնություն թե մեր եկեղեցիների համար, թե նաև ոնց որ դու էիր ասում և հռչակում նաև ուրիշ եկեղեցիների համար, որ լավ օրինակ լինի։ Փառք Տիրոջը։ Այս խորագիրը ինձ համար շատ անսպասելի էր։ Եվ արդեն ինչքան ժամանակ մտածում էի այդ մասին, և ինչ-որ մտքեր պես ձևավորվել են, որ իմ մոտ գրել եմ և այսօր կուզեմ կիսվեմ ձեզ հետ։ Բայց մինչև հետ եկեք աղոթենք, եկեք մեր սրտերը պատրաստենք և ասենք Տեր, սա թող չլինի մի օր, որ մենք զգացմունքային վայելենք և գնա հետո ազդեցություն չունենա, բայց թող սրա ազդեցությունը ներկայում և մանավանդ ապագայում շատ մտղաբեր լինի մեր համար։ Մենք մեր սրտերը քեզ ենք հանձնում որպես պարարթող և ոնց որ քո խոսքն ասում հոժարությամբ ընդունեք ձեր մեծ սերմանված խոսքը, որ կարող է պտուղ բերել ժամանակին։ Աղոթում ենք Տեր, որ քո Սուրբ Հոգու միջոցով մեր սրտերը պարարթող դառնան, այս սերբերը ընդունելու, այն ինչ որ լսեցինք, որի համար քեզ փառք ենք տալիս, նաև այն ինչ որ պիտի խոսես, որի համար հանձնվում ենք քեզ, ես իմ անձնել հանձնում եմ քեզ, և շատ քո ողորմության կարիք ունեմ, շատ կախված եմ քեզանից։ Խնդրում եմ Տեր, որ դու խոսաս մեր սրտերին և մեզ հաճություն և հոժարություն տաս, որ մենք ընդունենք դա, որ մենք համաձայնվենք քո խոսքի հետ և որ մենք որոշում կայացնենք փոխելու մեր ընթացքը, մեր կյանքը, որովհետև այդ կյանքը մերը չի, այլ դու գնել ես մեզանից դա և թողել ես, որ մենք հավատարիմ լինենք և դրա մեջ այդ կյանքի միջոցով քեզ փառավորենք, օրհնի ողջ ընթացքը շնորհք տուր մեզ, քո անվան փառքի համար, ամեն։ Իրականում այս խորագիրը շատ լուրջ խորագիր է և իմ խորհուրդը սա է, որ սա չդառնա ուղղակի մեզ համար ոգևորության առիթ, որ մենք ոգևորվենք սրանով և գիտեք լավ հռչակումներ ենք անում, հանգավորում ենք, բռնացնում ենք ինչ-որ բաների հետ, բայց շատ ուզում եմ, որ այդ ոգևորությունը դառնա իրականում շատ լուրջ բան մեր մեջ, արմատական, հիմնային, դառնա մեզ համար նպատակ, դառնա մեզ համար չափանիշ և մենք հետամուտ լինենք դրան, որովհետև սա Աստծո համար իսկապես շատ լուրջ թեմա է 100%, չէ ոչ թե լուրջ թեմա է 100%, այլ 100% Աստծո համար լուրջ թեմա է և ծննդոցից մինչև հայտնություն կարանք սրա մասին խոսենք
տեսնելու, որ Աստված ինչքան լուրջ է վերաբերվում այս թեմային, 100%-ին ինչքան լուրջ է վերաբերվում։ Եվ սրան մակերեսային վերաբերվելը ինչքան վտանգավոր է հավատացյալի համար։ Դրա համար շատ եմ ուզում, որ իսկապես լրջությունով ընդունենք։ Ադամի մեղքից հետո առաջի ողբերգությունը, որ եղավ երկրի վրա, որ առաջի մահը եղավ, առաջի լացը, առաջի վիշտ, առաջի կորուստ, առաջի կսկիցը, որ եղավ, դա եղբայրասպան, այդ եղբայրասպանության մեղքի հետևանքով էր, որի պատճառը, այդ եղբայրասպանության պատճառը մակերեսային աստվածպաշտության վերաբերմունքն էր։ Մատերի արանքով։ Մենք դա կարդում ենք Ծննդոցի հենց 4-րդ գլխի մեջ Կայենի և Աբելի մոտ։ Եվ ինչ ենք տեսնում, որ Կայենը, որ առաջինը այդպիսի միտք ունեցավ, որ Տիրոջ համար զոհ անի, շատ մակերեսային, ինչ-որ ստից մի բան, ձևը պահելով մի բան արեց։ Իրա ուղղակից են ձեռի հետ մի բան արեց, վերցրեց իրա պտուղներից և զոհաբերեց Տիրոջը։ Դրա համար եմ ասում, որ սա շատ կարևոր և շատ լուրջ թեմա է։ Սրա արդյունքում հենց առաջի գործը, որ եղավ, այս 100%-ի պատճառով եղավ առաջի զոհը, եղավ առաջի անեծքը, եղավ երկրորդ անեծքը և երկրորդ դատաստանը մարդու։ Եվ որն էր Աստծո վերաբերմունքը դրան և ինչ էր ասում Աստված Կայենին, Ծննդոց 4-րդ գլուխ 6 և 7 համարները, ասում է, Տերը Կայենին ասեց, ինչու ես բարկացել և ինչու ես երեսդ կախել։ Ռուսերենում մի թարգմանության մեջ գրած է, ինչի ես սևացել դեմքդ, ինչի ես բարկացել և ինչի է դեմքդ սևացել։ Եթե ճիշտ ձևով անես, միթե չի ընդունվի, բայց եթե ճիշտ չես անում, մեղքը դրան մոտ բարկած են, նա քեզ հետ փափագում, բայց դու իշխի նրա վրա։ Ինչը ճիշտ չէր, այն ինչ որ Կայենը անում էր, ամբողջականություն չկար դրա մեջ, Աստծուն չէր դա ուղղված, Աստծուն էր ուղղված, բայց ոչ այն ձև ոնց որին որ Աստված արժանի է։ Արդյոք Աբելի զոհը 100%-անոց էր։ Այո։ Գուցե իդեալական և կատարյալ չէր, բայց իր սրտի մեջ էր դա 100%-անոց, որովհետև դա ուղղված էր Աստծուն և դրա համեմատ ինքը թե ջանք, թե զգացմունքներ, թե ապրումներ, թե մտքեր, թե վերլուծություններ, թե ընտրություն, ինքը արեց ինքը մի քանի տարբերակներից ընտրություն անում։ Եվ գրածա, որ Աստված Աբելի զոհին և Աբելին նայեց Կայենին և Կայենի զոհին չնայեց։ Հարցը սա չի, թե մենք ինչ ենք անում Աստծո համար։ Կարևորագույն 100%-ը ապահովելու ֆորմատ կա, բանաձև կա, Սուրբ գրքի մեջ, որ Նոր Կտականում տրված է, բոլոր բաները, որտեղ էր Արտուր։ Հռոմեացիս 11:36 դերորդում։ Բոլոր բաները նրանից, նրանով և նրա համար են, սա 100%-ն է ապահովում։ Եթե մենք ուզում ենք Տիրոջը հաճելի մի բան անենք, որ ինքը հավանի մեզ, մենք պետք է անենք դա նրանից, պետք է ստանանք դա նրանից, բայց պետք է չանենք, Կայենը գուցե ստացավ Աստծուց, որ ինքը պետք է զոհ բերի ասում, բայց չարավ Աստծո ուզած ձևով, նրանով չարավ։ Ես իմ կյանքի մեջ ունեցել եմ այդպիսի պահեր, որ Տիրոջից հայտնություն եմ ունեցել, բայց մի քանի անգամ արել եմ իմ ձևով և չի հաջողվում։ Երբ որ նա եկել է և խոսացել է ինձ հետ և հանդիմանել է իմ սխալը և ցույց է տվել իր ձևը, դա 100%-անոց գործել է։ Եվ Աստծո խոսքը ասում է նրանով պետք է լինի։ Որն է նրանովը։ Կարող ենք ասենք, որ այդ ժամանակ չկար ինչ-որ հատուկ համակարգող մի բան զոհաբերություններ ինչպես պետք է արվեին, բայց Աբել ուներ։
Գիտեք որտեղից են գալիս ամենամեծ փոքր թվացող, բայց շատ մեծ սայթակումները, երբ որ մենք կենտրոնացած չենք Աստծուն վերաբերյալ բաներին։ Երբ որ մենք դա անում ենք ուղղակի հոսանքի հետ, այսպես կամ տեսնում ենք ինչ-որ մեկը անում է, մենք էլ ենք անում, կամ մտածում ենք ինչ-որ բան պետք է արվի, մենք էլ ենք անում, ձեռի հետ, առանց երկար բարակ մտածելու, մենք չենք կանգնում, չենք կենտրոնանում, չենք լրջանում, չենք մտածում, որ սա Աստծուն է վերաբերվում և արդյոք Աստված ուզում է, որ մենք սա անենք և այս ձև անենք, չենք մտածում։ Եթե ուշադրություն դարձնենք Սավողի հիմնական բոլոր մեղքերը չկենտրոնացումից էին գալիս։ Ինքը չէր կենտրոնանում, հաշիվ չէր տալիս, ինչ է անում, ինչ է խոսում։ Ինքը ուղղակի ուզում էր մի բան և ինքը հասնում էր դրան, օգտագործելով Աստծուն, օգտագործելով Աստվածային, օգտագործելով Աստծո մարդկանց։ Եվ դա իր համար հավիտենական կորուստ եղավ։ Մենք Աստծո հետ գործ ունենք։ Ճիշտ է, որ մենք լիքը խոստումներ և արտոնություններ ունենք, բայց դա էժանացնելը լուրջ հանցանք է։ Շատերը մտածում են, որ 5 կտակարանի մեջ Աստված ավելի ռադիկալ մեթոդներով է գործում, ավելի խիստ, ավելի պահանջկոտ, բայց սա խաբվածություն է, իրականում այդպես չի։ Իրականում նոր կտակարանը շատ ավելի ռադիկալ է։ Չնայած հաշվի առնելով, որ Աստված երբեք չի փոխվում, նա նույնն է երեկ այսօր և հավիտյան, բայց նոր կտակարանի Աստվածային էության բացահայտումը և նրա ճաշակը, նրա արժեքների բացահայտումը Քրիստոսով շատ ավելի խորն են։ Եվ մենք ծանոթանում ենք Աստծուն, որ 5 կտակարանը հին ուխտը չի ծանոթացրել։ Վերցրեք միայն Լեռան քարոզը Մատթեոս ավետարան 5-րդ գլխից և տեսեք, թե ինչքան ավելի խորն է գնում և ինչքան ավելի մեծ են պահանջները և Աստծո վերաբերմունքը երբեք չի փոխվում։ Եթե նա նույն ձև վերաբերվել է Կայենի հետ, նա նույն ձև վերաբերվում է նաև մեզ հետ։ Որն է տարբերությունը։ Տարբերությունը շնորհքի ճոխությունն է նոր կտակարանում, բայց դա չի փոխում Աստծուն։ Գործք առաքելոց 5-րդ գլխի մեջ 2 անձնավորություններ են խփվում։ Անանյան ու Սափիրան, ամուսիններ։ Որն էր նրանց մահացու մեղքը, որ Աստված խփում է սկզբից ամուսնուն, մի քանի ժամ անց կնոջը, որն էր նրանց սարսափելի մեղքը։ Ես լսել եմ, ինքս էլ ասել եմ, գուցե շատ եկեղեցիներում այսօրվա Անանյաները և Սափիրաները պատվավոր տեղերում են նստած, որպես լուրջ զոհաբերող մարդիկ։ Բայց Աստծուն դա դուր չեկավ և նա խփեց երկուսն էլ մեղան։ Որն էր պատճառը։ Միակ տրամաբանական պատճառը սա էր, որ նրանք կիսատը ներկայացրեցին 100%-ի տեղ։ Մեր այսօրվա խորագիրը վտանգավոր խորագիր է։ Եթե դու լուրջ մտածես քո կյանքի մասին, ես էլ իմ կյանքի մասին։ Եվ բացահայտենք, վտանգավոր չի բացահայտելը, որ ես սխալի մեջ եմ։ Վտանգավոր չի բացահայտելը, որ ես էլ Անանիայի և Սափիրայի նման եմ։ Վտանգավոր է չբացահայտելը դա։ Ոնց եղավ, որ նրանք հասան իրանց մահվանը, ոնց եղավ, որ նրանք հասան Աստվածային դատաստանին, ոնց եղավ, որ Աստված խփեց նրանց, ոնց եղավ։ Նրանք այդ մինչև այդ օրվան հասնելն էլ այդ ձև էին վերաբերվում։ Սուրբ Գիրքը մեզ այդ մասին չի խոսում, բայց պատահական ոչ մի բան չի լինում։ Աստված չի սիրում, երբ որ դու Վազգեն եղբայր իր պատգամի վերջի խոսքը այդ կոչը այնքան սիրուն և այնքան ճիշտ, այնքան աստվածային բան բերեց այդտեղ, որ գուցե մենք շատ բաներում 100%-անոց չենք, բայց մենք կարող ենք, եկեք 100%-անոց անկեղծ լինենք։ Եկեք քննենք մեզ։ Բոլորովին կարիք չկա ներկայանալու 100%-անոց, եթե մենք շատ թերի ենք։ Հարցը այսպիսին է ուղղված Սափիրային։ Գործք
Առաքելոց 5-րդ գլուխ 8-9 Արդյոք դա ամբողջն էր, ինչ որ դուք վաճառել եք։ Դա կարող էր ասում բոլորովին չգար եւ Աստված դրանից ված չէր զգա։ Դա կարող էր որոշում չկայացվել, կարող էին ծախեին եւ իրանք ապրեին դրանով, կարող էին վայելեին։ Պետրոս Առաքյալը ասում է, չէ որ դա ձեր իշխանության տակ էր, քանի դեռ չէիք ծախել, երբ որ ծախեցիք էլ ձեր իշխանության տակ էր։ Բայց ինչ էր պետք մարդկանց։ Իրանց պետք էր ռուսերենը շատ լավ է, էլի կներեք որ ռուսերենով ասեմ։ Իրանց դիշովի ավտորիտետ էր պետք։ Էժանակին հեղինակություն էր պետք։ Իրանց պետք էր որ համեն ունենային։ Իրանց պետք էր որ իրանք դրվեին Բարնաբասի մակարդակի առանց վճարելու այդ գինը։ Եվ իրանք ներկայացնում են դա որպես ամբողջը, ներկայացնում են որպես 100% այն ժամանակ, երբ որ դա 100%-ը չի։ Ես վստահ եմ, որ Աստված մեզանից միանգամից 100%-ը չի պահանջում։ Բայց նա ուզում է, որ մենք գնանք դեպի 100%-ը։ Եվ ամենակարևորը, որ այդ ճանապարհին մենք ազնիվ լինենք։ Եվ այդ 100%-ին հասնելու հնարավորություններից, տարբերակներից մեկը սա է, որ ես այսօր ընդունեմ, որ ես այսօր 33% եմ ընդամենը։ Ընդունեմ, որ ես այդքան եմ։ Եվ չներկայանամ որպես 100%-անոց։ Եվ ասեմ, Տեր, ես ուզում եմ աշխատեմ այն մնացած տոկոսների վրա։ Ուզում եմ աշխատեմ, որ դու իմ կյանքի Տերը լինես նաև այս բնակավարի մեջ։ Նաև այն բնակավարի մեջ։ Դրանք դեռևս իմ իշխանության տակ են, բայց ես ուզում եմ, որ տաս ինձ կարողություն, որ դրանք հնազանդեցնեմ քեզ։ Մենք կարող ենք այսպես գնալ այդ ընթացքը։ Բայց եթե մենք ներկայացնենք դա որպես 100%, դա բավականին լուրջ վտանգ կներկայացնի մեզ համար, որովհետև դա Աստծո էությանը շատ ադեմ։ Ինչի է Աստված այդքան շատ պահանջում մեզանից, չէ՞։ Կարող ենք ասել, որ Աստված մեզանից 100% է ուզում։ Կարող ենք ասել։ Որտեղ է երևում, որ 100% է ուզում Աստված։ Հենց առաջի պատվիրանը, չէ՞ որ ասեցիք, սիրիր քո Տեր Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ մտքով եւ քո ամբողջ սա 100%-ն է։ Սա 100%-ն է։ Աստված մեզանից 100% ուզում է։ Իսկ ինչ իրավունք ունի ինքը մեզանից 100% պահանջելու։ Արդյոք ինքը իրավունք ունի մեզանից պահանջելու։ Որն է նրան իրավունք տալիս, որ ինքը մեզանից պահանջի դա։ Մի հոգի թող ինձ օգնի խնդրում եմ։ Նոր կտականի մեջ դա շատ հեշտ է հասկանալ, որովհետև Աստված իր ամենաթանկը տվեց մեզ, ճիշտ է, տվեց իր որդուն, ամենաթանկը որ տվեց։ Բայց իրականում մենակ իր որդուն չէր որ տվեց։ Աստված տվեց իր Սուրբ Հոգին մեզ։ Եվ Աստված ինքը իրան տվեց մեզ։ Ճիշտ է։ Օրինակ Եբրայեցիս 10:19-20 գրված է համարձակություն ունենք Սուրբ տեղը մտնելու Հիսուսի արյունով, այն նոր բացած ճանապարհով, որ մեզ բացեց վարագույրից ներս, որը իր մարմինը։ Սա գիտեք ինչ է նշանակում, որ Աստված Քրիստոսին խաչի վրա պատրեց, զոհեց, որ նրա միջոցով բացի վարագույրը, որ ինքը իրան կարողանա նվիրաբերի նրանց, ովքեր սպանեցին իր որդուն։ Եվ Սուրբ Հոգին այդտեղ է Հիսուսին օգնելու այդ ողջ ճանապարհի մեջ։ Եվ Աստված պատրեց իր սահմանափակությունը վարագույրից եւ դուրս եկավ աշխարհ հենց այն ժամանակ, երբ որ մարդկության ամենածանր մեղքն էր կատարվել, Աստծո որդուն սպանել էին եւ ոչ մի մարդ չմեռավ։ Գիտեք ինչու՞, որովհետեւ այդ նրա ծրագիրն էր, նրա փափագը Երեմիա 31-34 ինքը ասում է ժամանակ է գալիս, որ ես նոր ուխտ կանեմ, ոչ այն ուխտի պես։ Նոր ուխտ կանեմ, իմ խոսքերը կգրեմ նրանց սրտերի մեջ, նրանց մտքերին։ Ես նրանց մեջ կբնակվեմ, ես նրանց Աստվածը կլինեմ եւ նրանք իմ ժողովուրդը։ Աստված խոսում է ինքնանվիրման մասին։ Եվ խոսում է, որ օրեր կգան, որ դա կանեմ եւ խոսում դա վերաբերում է Քրիստոսի խաչին, որին տալով Աստված
ճանապարհ էր բացում ինքը իրան բերելու մեր կյանքերի մեջ։ Եվ 14 Հովհաննես 23-րդ խոսքը այսպես ասում. Եթե մեկը ինձ սիրի, իմ խոսքերը կպահի, ես ու Հայրը նրան կսիրենք եւ նրա մոտ կգանք եւ նրանց մեջ բնակություն կանենք։ Աստված խոսում է ինքնանվիրման մասին, իր ամբողջը մի քիչ կոպիտ է հնչում, բայց մի հատ քարոզիչ անունը չգիտեմ ով է եղել, ասում է Աստծո գրպանները դատարկ են, Աստված էլ մեզ տալու բան չունի, ինքը ամբողջը տվել է։ Ավելին, երկիրը դարձել է ավելի թանկ եւ կարեւոր Աստծո համար, քան երկինքը իր ամբողջ ողջունով եւ փառքով։ Միթե դա չի վկայում Հիսուսի խոսքերը, որ ասում է, եթե երկուսը կամ երեքը հավաքված լինեն իմ անունով, այնտեղ եմ ես նրանց մեջ, չէ՞ որ դա սարսափելի մեծ նվիրման մասին է եւ կենտրոնացման մասին է խոսում, թե ոնց է Աստված 100%-ով նվիրված եւ կենտրոնացած դեպի մեզ։ Նոր կտակարանը ճոխ ձևով բացահայտում է մեզ համար, որ Աստված 100%-ով մեր կողմն է եւ մեզ համար։ Իսկ 5 կտակարանը, 5 կտակարանը ինչ է ասում։ Ես կարամ ոնց որ եղբայրս էլ ասեց տարբեր տեղերից բաներ բերեմ, որ ցույց են տալիս, բայց ուզում եմ մի միտք ասեմ ընդամենը։ Երրորդությունը կատարյալ ներդաշնակության մեջ էր։ Եվ հանկարծ երրորդությունը որոշեց մարդ ստեղծի, որին պիտի նվիրվեր հետագա ամբողջ ժամանակը, ամբողջ ջանքը, ուշադրությունը, սերը, վերաբերմունքը։ Եվ երրորդությունը պիտի աշխատեր արդեն ոչ թե իրար մեջ իրար համար, այլ ամեն ինչ դեպի մարդը։ Եվ այդ ամբողջը պիտի տաներ հավիտենություն եւ այդ օրվանից սկսած, որ Աստված ստեղծեց մարդուն, մարդն է ամբողջ պատմության կենտրոնը, առանցքը եւ ուշադրությունը եւ հավիտենությունում է այդպես կլինի։ Կարծում եմ Աստված իրավաբանական լուրջ հիմքեր ունի մեզանից 100% ակնկալելու։ Եվ դա արդարացի է։ Իսկ ինչպես հաջորդ հարցը, ինչպես մենք կարող ենք 100%-անոց լինել նրանը, ոնց որ ինքը մեզ համար, նույնպես մենք նրա համար ինչպես։ Ես մի քանի տարբերակներ եմ առաջարկում, ընդամենը 3-ը գուցե դրանք ավելի շատ կարող են լինել, բայց 3 բաղադրիչ եմ ուզում տամ ձեզ, մեզ բոլորիս, ես էլ դրա մեջ, որ եթե մենք գնանք դրա հետևից, մենք կարողանանք ապահովել 100% Աստծո համար։ Ինչ է մեզ պետք, ինչ է մտնում 100%-ի մեջ։ Հետաքրքիր է ձեզ։ Համար առաջի ով կասի։ Հավատք, այո, համար առաջին հավատք։ Եբրայեցիս 11:6 Առանց հավատքի հնարավոր չի Աստծուն հաճելի լինել։ Եվ երբ որ ես խոսում եմ հավատքի մասին, այս հավատքի մասին, որ ուզում եմ խոսամ, Տիրոջ օգնությամբ, դա այն հավատքը չի, որով որ մենք ստանում ենք։ Սա այդ հավատքը չի։ Երբ որ Աստված խոսում է, որպեսզի ամեն ով որ նրան հավատա, չի նշանակում այն հավատքը, որ մենք հասկանում ենք որպես հավատք։ Դա այն հավատքը չի, որով որ մենք ստանում ենք, դա էգոիստական հավատքը։ Ասել Ռաֆայել եղբոր մամային, Սատիկ քրոջը, ամեն գյադագյուդու բան չի հավատք։ Որովհետև բոլորը հավատք ունեն, բայց բոլորը չի, որ փրկված են, հավիտենական կյանք ունեն։ Այդ որ հավատքն է։ Մի քանի մարդկանց օրինակով ուզում եմ ցույց տամ։ Դա այն հավատքն է, որը չի վերաբերվում ստանալուն, դա վերաբերվում է տվողին։ Այն հավատքն է, որի միջոցով մենք կարող ենք ճանաչել նրան, ով է նա կամ ինչպեսին է նա։ Այս այդ հավատքի մասին եմ ուզում խոսալ։ Որովհետև նա որ հավատում է, որ Աստված կա, պիտի նա որ մոտենում է ասում պիտի հավատա, որ Աստված կա եւ որ
Եվ որ ինչպիսին է նա, կամ ով է նա, այս սրան պիտի մենք հավատանք։ Մենք նայում ենք որպես էգոիստ մարդիկ վարձահատույցին ենք նայում, չէ՞։ Բայց Աստված ուզում է ասի, որ նա վարձատրող է, դա ավելին է կամ վարձահատույց։ Եթե քո հարուստ բարեկամը ամսական քեզ $1000 փող տա, դա չի, որ ցույց է տալիս, թե ով է ինքը, այլ նա, թե ով է ինքը, որ այդպես է անում։ Հասկանում եք ինչ եմ ուզում ասել։ Մի քանի օրինակներով շատ ավելի մատչելի կդառնա, կարծում եմ։ Առաջի մարդը, որի օրինակով, որ ուզում եմ բացատրեմ այդ հավատքը, նա է ում վրա, ում հավատքի վրա, որ զարմացավ Հիսուսը, հարյուրապետը։ Եվ Հիսուսը ասում է, ես այսպիսի հավատք չգտա։ Եվ խոսքը վերաբերում է հավատքի որակին, որովհետև ասում է այսպիսի հավատք չգտա։ Եվ դա նշանակում է, որ նա փնտրում է այդպիսի հավատք։ Ամեն։ Երբ որ ինքը ասում է չգտա, դա ցույց է տալիս, որ նա փնտրում է։ Կարող ենք ասել, որ նա այսօր էլ փնտրում է այդպիսի հավատք։ Օրալ Ռոբերտսը ասում է, նա այսօր էլ քայլում է հավատք կոչված փողոցով։ Եվ եթե դու լինես այդ փողոցի վրա եւ անպայման կհանդիպես նրան, որտեղ նա միշտ այդ փողոցով կա։ Հարյուրապետի հավատքի զարմանքը ինչի մեջ է։ Շեշտը դրված չէ, որ դու կարող ես անել դա խոսքով։ Սրա վրա չի շեշտը։ Դա չի զարմացնի Հիսուսին։ Սրա վրա է շեշտը, թե դու ով ես Հիսուս։ Ոչ թե որ դու կարող ես, այլ դու ով ես։ Որտեղ է երևում դա։ Ինքը ծերերին ուղարկում է Տիրոջ մոտ եւ ասում է, որ բժշկի ծառայի։ Երբ որ Հիսուսը ուզում է գնա իր տուն, ինքը ասում է, ես արժանի չեմ։ Հարյուրապետը ամեն բան 100%-ով դնում է զոհասեղանի վրա։ Սա Հռոմի աշխարհական պետություն ներկայացնող անձնավորություն է, պետական պաշտոնյա, հարյուրապետ, որի խոսքը, գործը, կեցվածքը ներկայացնում է Հռոմը։ Հռոմի առաջ բոլորը ծունկի են գալիս, Հռոմը ոչ մեկի առաջ չի կարող ծունկի գալ։ Բայց այս մարդը, որովհետև ոչ թե հարյուրապետ մի ոմն մարդեր անուն չկա գրած եւ Տիրոջը որ չկա գրած, որովհետև հանձին նրան ներկայացված է Հռոմի կայսրությունը։ Ոչինչ է դարձնում Հռոմի ամբողջ փառքը, իշխանությունը եւ աշխարհականությունը եւ ասում է, ես արժանի չեմ, որ դու իմ տուն մտնես եւ ասում է, հերյա հասարակ մի վարդապետի։ Ոնց կարող է այդպիսի արժեք տալ մի վարդապետի, եթե նրա հավատքի աչքերը չեն թափանցել այդ պարզ վարդապետի հայացքից, մարմնից տեսքից նրա ներսը եւ չեն շոշափել այնտեղ Աստծո կենդանի որդուն։ Մենակ այս դեպքում նա կարող ասել, ես արժանի չեմ, որ դու մտնես իմ տուն։ Եվ դա ստանալու հավատք չէր, դա պատվելու եւ բացացնելու հավատք էր։ Ես գիտեմ, ես հասկացել եմ, թե դու ով ես։ Տեր դուր մեզ այդ հավատքի հայտնությունը ինչ որ ուներ այդ հարյուրապետը։ Դուր որ մեր ամբողջ էությունը գրավի այդ հավատքը, որ դու լինես կենտրոնում ամբողջ պատվի արժանի։ Ես ինձ արժանի էլ չհամարեցի եւ Հիսուսին Տեր կոչում ինքը։ Հիսուսին Տեր կոչելով 100%-անոց մահվան վճռի տակ ստորագրում է ինքը, որովհետև միայն կայսրն էր Տեր։ Ուրիշ ոչ ոք չէր կարող Տեր կոչվել։ Երբ որ պաշտոնյան Պողոսին պիտի ուղարկի Հռոմ կայսրի առաջ կանգնելու, հրավիրում է խորհուրդ եւ ասում է, եկեք հասկանանք ինչու՞մ նա իր մեղքը, որովհետև ես մարդ եմ ուղարկում իմ Տիրոջ մոտ։ Եվ խոսքը վերաբերում է կայսրին, որովհետև Տեր էին ասում։ Եվ բան չունեմ գրելու դրա համար։ Ինձ համար ճիշտ չի էս բանը։ Կայսրին պետք է Տեր ասեին։ Հարյուրապետը ոչնչացնում ամբողջ կայսրությունը Հիսուս Քրիստոսի ոտքերի առաջ, անգամ թույլ չտալով, որ նրա ոտքերի մոտ հայտնվի։ Եթե Հովհաննես Մկրտիչը ասում է, ես արժանի չեմ նրա ոտքերի կոշիկները արձակելու, հարյուրապետը ընդհանրապես չի թողում տուն մտնի։ Այդքան մեծ էր նրա հավատքը եւ այդքան որակով։ Այս հավատքի մասին եմ ասում ես։
Սա մեզ կարող է դարձնել 100%-անոց։ Ոչ թե այն հավատքը, որ շահավաճառություն է դառնում։ Ես հավատում եմ քեզ, դու ինձ տալիս ես։ Ես գալիս եմ, դու ինձ օրհնում ես։ Ես տալիս եմ, դու ինձ 100 անգամ ավելի ես տալիս։ Սրա մասին չի խոսքը։ Դա նրա մասին է, որ եթե ես ամբողջ իմ էությամբ դրվեմ զոհասեղանի վրա էլ, դրանով ոչինչ չեմ ավելացնելու, դու այնքան մեծ ես և փառավոր։ Վերջի օրերի ամենասարսափելի նկարագիրը, բոլոր որակների մեջ դու կարող եք մի բան կարդալ, դա եսն է։ Աշխարհը պտտվում է եսի շուրջը, և ամենասարսափելին դա է, որ հոգևոր աշխարհներ է մտնում դրա մեջ։ Ինչի է գրած, որ իրանց ականջին հաճելի վարդապետներ կփնտրեն, կդիզեն։ Նշանակում է, որ իրանց գահի մոտ պետք է մի քանի վարդապետ լիներ, որ հենց որ սենց անես, սուրբ գրքով հիմնավորի քո եսի այդ բանը, ինչը, բրիխեց, կմահաճույքը։ Այս հավատքի մասին է խոսքը, որը 100%-ով բավարարում է Աստծո փնտրտուքը նրա պահանջը։ Ի ծնեկույրը, որին Տերը բժշկեց, որ Հիսուսին երբեք չէր տեսել, որ չէր ճանաչում նրան։ Նրան անց ենք ասում փարիսեցիական ամենադաժան դատաստաններով, ացյաններով և խաչաձև հարցաքննության են ենթարկում, ով էր, ինչ էր, ինչ արավ, ինչու արավ։ Եվ ինքը մի քանի անգամ այս հարցերին պատասխանում է։ Եվ դա իրան չի բավարարում, ասում են ասում փառք տուր, որ մենք գիտենք, որ ինքը Աստծո մարդ չի։ Եվ այդ մարդը ասում է, եթե Աստծո մարդ չլինի, լսված չի, որ ի ծնեկույր մեկի աչքերը բացի աշխարհի ստեղծումից առաջ, եւ ասում է դու ամբողջությամբ մեղքի մեջ ես ծնվել, մեզ վարդապետում ես լադեր։ Գրած նրան դուրս արեցին եւ հետաքրքիր բան կա գրած, Հիսուսը գտավ նրան։ Եվ ասեց, հավատում ես Աստծո որդուն։ Սա շատ կարևոր հարց է։ Եվ կապ չունի, եթե ես 20 քանի տարի հավատքի մեջ եմ, հետ նշանակություն չունի, շատ լավ է որ հիմա այսօր կամ վաղը կամ ամեն շաբաթ այս հարցը ես ինձ տամ, հավատում ես դու Աստծո որդուն։ Կորինթացիս երկրորդ թղթի մեջ Պողոս առաքյալը այն եկեղեցում, որտեղ Սուրբ Հոգու պարգևների առատություն կար, ոչ մի բանի կարիք չունեի, Պողոս այդպես էլ ասում է դուք ոչ մի բանի կարիք չունեք նրա գալստյանը սպասելու։ Ասում է քննեցեք ձեր անձերը, արդյոք հավատքի մեջ եք։ Կարող է մի բան մենք ենք շփոթել։ Եթե քեզ ասեն հավատք չունես, ով հավատք չունի, միանգամից հավատքը կերել է։ Արդյոք դա են հավատքն է։ Այդ գույն ասում է, ես չգիտեմ ով է որ հավատա։ Ասում է, դու տեսար նրան, քեզ հետ խոսացողը։ Այս բառերը ասողը միակն է, որ կարող է այս բառերը ասի։ Միակը։ Ի ծնեկույրին կարող է ասի դու տեսար նրան։ Եվ նա ասում է, հավատում եմ Տեր, եւ ինչ անում։ Եվ երկրպագում անում։ Հավատք, որը տանում է մեզ երկրպագության։ Ոչ թե հավատք, ոչ թե Տեր հավատում եմ։ Մոռացի մի ասա այդ երկրպագի նրան։ Այսա է հավատքը։ Ուզում ես Սուրբ Հոգով մկրտվես երկրպագի նրան։ Ուզում ես բժշկվես երկրպագի նրան։ Սա հավատքը։ Ասա բժշկես կամ չբժշկես կարևոր չի, դրանից չի փոխվելու իմ հավատքը, դու միակն ես ում ես հավատում եմ։ Դու միակն ես ում ես երկրպագում եմ, քեզանից ուրիշ ոչ մեկը չկա։ Մաքրված բորոտը, 10 բորոտներից մեկը, Սամարացի, միակն էր, որ հետ եկավ, և ընկել էր Հիսուսի ոտքը, դուք ոնց եք պատկերացնում գետին էր ընկել այդ մարդը Հիսուսի ոտերի մոտ և երկրպագում էր նրան։ Այսա է հավատքը, ոչ թե մեզ պետք է 10 տարբեր տեղերից մեջբերումներ և հավաստիացումներ, որ պետք է ժողովուրդ գաղվկայություն տակ,
հավատ կոչենք սրան։ Սա հավատք չի։ Շատ երիտասարդ աղջիկներ, որոնք բժշկվել են, վախենում են կան վկայություն տան, հանկարծ են երիտասարդը, որ իրան պիտի հավանի, կիմանա, որ ինքը հիվանդ է եղել։ Տունը չի հիվանդ չես արդեն բժշկվել ես։ Եվ դա խոսում է քո հոգևոր արժեքի, քո հավատքի և քո Աստծու հետ ունեցած հարաբերության մասին, փառավորի նրան։ Եթե հավատք ունես, փառավորի նրան։ Ոչ թե որ քեզ ինչ-որ պետք էր վերցրեցիր և գնացիր, երկրպագի նրան, վերադարձի նրա մոտ։ Գիտեք, մարդիկ են եղել տարիներ, 20 տարով երեխա չեն ունեցել, աղոթել են, երեխան ծնվել է, պուկ գնացել են։ Ինչ-որ պետք էր իրանց, հենց էդ է, վերջացավ, էլ ինչ Աստված, ինչ հավատքի մասին է խոսքը։ Ու մենք խոսում ենք 100%-ից, բայց լավ է, որ խոսում ենք 100%-ից, որովհետև կամ կլինի 100% կամ չի կարա լինի։ Խաչի ավազակը, մի անտեսված հերոս, սքանչելի մի անձնավորություն։ Լավ վարդապետները կարող են շատ շանսեր ունեին Հիսուսին ճանաչելու, բայց եթե մի ավազակ է նրան ճանաչում են, էլ Տեր ինձների ես խոսքերիս համար ահա որ այլանդակված տեսքով, որ անհնար էր նրա մեջ մարդ ճանաչելը։ Եսային ասում եմ, մենք նրան չճանաչեցինք, բայց հանկարծ մի ավազակ ճանաչում է։ Եվ խաչի վրա, երբ որ բոլոր ասում են ազատի մեզ, նա էլ կարող ասել, ճիշտ են ասում ազատի մեզ, դու Աստծո որդին ես, ես հավատում եմ քեզ ազատի մեզ։ Իսկ նա ասում է, մենք մեր ճիշտ պատիժն ենք կրում այստեղ։ Նա փորձի մեկին ինչ-որ մի մեղքի համար նշանակի, խաչից մի անգամից իջնում է։ Մի անգամից։ Եվ չես կարող գտնես իրան մյուս օրը եկեղեցին։ Այդ մարդը ասում է, ճիշտ մեր պատիժը կրում ենք մենք։ Եվ շրջվում է Հիսուսին և նրան ասում է, Տեր, ինձ էր հիշի, երբ որ գաս։ Սա ֆանտաստիկ հավատք է։ Այդ ահավոր երևույթի տեսքի մեջ ավազակը կարեցել է թափանցի, ճանաչի, որ խաչի վրա կախված է Աստծո որդին է, թագավորների թագավորը և տերերի տերը։ Հավատում է, որ մահը երբեք չի կարող նրա վերջը դնի, նա գիտի, որ նա կհաղթի մահվան։ Որտեղից։ Մի ավազակ էլ չկանք մենք։ Մենք չենք կարողանում նրան իրականը տեսնելու փափագը ունենանք։ Անկախ նրանից մեր հետ ինչ կարող է պատահի։ Չէ, որովհետև մեր եսը, որովհետև մեր պետքը, մեր կարիքը, որովհետև մեր առողջությունը, որովհետև մեր եսը, էնը, բարգավաճումը և այլն։ Ինձ էլ հիշի քո թագավորությունը։ Մեկ Տիրոջ փոխարեն խանդ եմ ունենում, նախանց։ Երբ որ Աբիգյան Դավիթի առաջ խոնարհվում է և խոսում է իր հետ, թող իմ Տեր թագավորը իր ձեռքերը չկեղտոտի այդ անզգամով, որ հանկարծ չլինի, որ երբ որ ինքը թագավոր դառնա, խղճի վրա մի հատ խայտ ունենա, որ ես ձևի բանար։ Բա Դավիթը թագավորների թագավորին է երկրպագում։ Բա մենք չենք անում այդ թագավորների թագավորին այդպիսի հավատ ցուցաբերենք։ Այսօր մի քիչ լավ չեմ զգում, ոնց որ լավավոր տանը մնամ։ Ո՞վ է թագավորը։ Ո՞վ է թագավորը։ Ամեն ինչ իմ շուրջն է։ Մենք պետք է հասկանանք, որ կամ կդառնանք նրա ճաշակին, կամ կորակացրվենք։ Հավատքը ամենակարևորն է։ Մատթեոս 16:15 Հիսուս այսպես ասում։ Ռուսերենում հայերենում ասում է, մարդիկ ինչ են ասում, հետո ասում է, բա դուք ինչ եք ասում իմ մասին։ Հայերենում, ռուսերենում այսպես ասում. За кого почитаете вы меня? Որպես ով եք հարգում դուք ինձ։ Եթե մեր հավատքը չունի իր մեջ երկյուղածություն, պատկառանք, հարգանք,
շնորհավորություն դավանանք որպես հավատքի դրսևորում, այո, որպես առաքյալներին, երբ որ ծեծեցին, ասեցին այդ անունով էլ մյուս անգամ չքարոզեք, Պետրոսը ասեց, մենք չենք կարա։ Ինչի չէին կարա, որովհետև Աստծո խոսքը ասում է հավատացինք դրա համար խոսացինք։ Խոսքը զավզակության մասին չի, խոսքը բոլորի առաջ դավանել Քրիստոսին սրա մասին։ Եվ սա միայն հավատքով է։ Այն հավատքով, որ նրան ամեն բանից և մեր անձնական կյանքից ավելի վեր է պատում։ Եվ ասում է, դու արժանի ես, թեկուզ ես իմ կյանքը դնեմ։ Ամեն։ Գնահատել, երկրպագել, արժևորել նրան։ Սրա հակառակը անհավատությունը սարսափելի մեղք է։ Գիտեք, ասում է չլինի, թե ձեր մեջ անհավատության չար սիրտ լինի։ Տեսեք, ինչքան ահավոր է նկարագրում, անհավատության չար սիրտ։ Հակոբոսը ասում է հավատքով խնդրեք, Հակոբոսի առաջի գլխի մեջ 5-ից 7 համարներում, ասում է հավատքով խնդրեցեք, որովհետև երկմիտ մարդը թող չմտածի, որ Աստծուց բան կա։ Ոնց որ նա հավանում է հավատքին, այնպես էլ նա հակառակ է երկմտությանը։ Դա ծանր մեղք է, գուցե ավելի ծանր մեղք, քան մեր հասկացած ծանր մեղք է։ Որովհետև նրա արժեքը իջացնում է ներքև։ Երկրորդը ճանաչողություն։ Հովհաննես 16-րդ գլուխ 1-ից 3 համարները։ Այս բաները ձեզ կանեն, որովհետև չճանաչեցին։ Այս բաները ես ձեզ ասացի, որպեսզի չգայթակղվեք, ձեզ իրենց ժողովարաններից դուրս պիտի հանեն։ Այո, ժամանակը գալիս է, որ ձեզ սպանի, պիտի կարծի, թե Աստծուն ծառայություն է մատուցում, և ինչի է այս ամեն ինչը։ Այս բաները ձեզ կանեն, որովհետև չճանաչեցին օրը և ոչ էլ ինձ։ Կարող է թվա, թե Աստծուն չճանաչելը մանկական բացթողում է։ Բայց այս խոսքերով Տեր Հիսուս ասում է, թե չճանաչողությունը ուր կարող է հասցնի մարդկանց։ Անգամ սպանել և մտածել, որ պաշտամունք է մատուցում։ Երբ որ մահանում էր խարույկի վրա մահանում էր հերթական նահատակը իտալական ինկվիզիցիայի։ Մի ծեր տատիկ դողդոջուն իր դողացնող ձեռքերով մի խտիտ փայտ բերեց և դրեց այդ խարույկի վրա, որտեղ Աստծո մարդուն վառում էին։ Իրան թվում էր, թե այդ բանը խաչի թշնամուն են վառում և ինքն էլ այդ խաչի վրա այգող ասեց, մայրիկ ջան, այդ փայտը տար կտաքան Աստծուր տա։ Բայց իրան թվում էր, թե ինքը մասնակից է դառնում մի աստվածահաճո գործի վառելու նրան, ով որ Աստծո հերետիկոս է։ Աստծո խոսքը ասում է գիտություն չունենալու, ռուսերենում ասում է չճանաչելու պատճառով իմ ժողովուրդը կորսվում։ Որովհետև չեն ճանաչում։ Որովհետև դա մի սարսափելի պրոբլեմ է։ Երբ որ մենք չենք ճանաչում, ասում, գիտեք ինչ ենք անում, մենք Աստված ենք կերտում։ Եբրայեցիս 3-րդ գլուխ 10 համար։ Դրա համար բարկացա այդ սերնդի վրա և ասացի, սրտով միշտ մոլորված են և չճանաչեցին իմ ճանապարհները։ Եվ ինչ եղավ հետևանքը սրա, այս ամբողջ սերունդը մեռավ անապատի մեջ։ Սրտով մոլորված են և չճանաչեցին իմ ճանապարհները։ Եփեսացիս 4-րդ գլուխ 20 խոսքում էսպես ասում, բայց դուք այդպես չճանաչեցիք Քրիստոսին։ Պողոս առաքյալը ասում է, ես այդ Հիսուսին չի, որ ձեզ ծանոթացրել է, ձեր Հիսուսը ուրիշ Հիսուս է, դուք ուրիշ ուղղությամբ եք գնում։ Մի քանի օրինակներ, որ
ցույց են տալիս ճանաչողության կարևորությունը։ Առաջինը՝ պահված գանձի առակը։ Արտի մեջ պահված գանձի առակը։ Ինչի մասին է խոսքը։ Խոսքը մի արտի մասին է։ Եվ մի արդ, որը շատ թանկ արժե։ Սարսափելի թանկ։ Եվ եթե քեզ հող է պետք, որ դու առնես, եթե գնաս այդ արտի տիրոջը հարցնես, ասես ինչ արժե, ինքը կասի ֆանտաստիկ մի գումար։ Ասենք թե 1000 քառակուսի հողամասը, այսօր ամենաթանկ գներով, եթե հաշվես, ինչքան կլինի, 100,000 ասենք թե, չէ, ամենաթանկ գներով։ Եվ դու գնում ես, հարցնում ես ինչ արժե, ոչ մի բանով աչքի չի ընկնում այդ արտաքինից, ասում եմ 1 միլիոն։ Եվ դու ինչ ես ասում։ Ասում ես դա հիմարություն է։ Եվ հեռանում ես, եւ երբեք չես էլ ափսոսում, որ հեռանում ես։ Բայց իրականում այդտեղ մի բան կա, որի համար դրագինը շատ թանկ արժե, եւ եթե դու չիմանաս դա, եթե դու չճանաչես դա, դու երբեք չես առնի դա։ Շարունակությունը ասում է, որ մի մարդ գտավ։ Մի մարդ գտավ, եւ ինչ արավ, իր ամբողջ ծախեց 100%-ը եւ եկավ այդ արտը գնեց։ Ինչու՞, որովհետեւ նրա մեջ գանձ կա պահված։ Եվ եթե դու չճանաչես նրան որպես գանձ, հավատքի քո ճանապարհի մեջ քեզ գին կառաջարկվի։ Եթե դու եւ ես չճանաչենք նրան որպես այդպեսին, մենք չենք վճարելու այդ գինը։ Մենք պետք է այսպես ձեռք շարժենք եւ հեռանանք։ Ոնց որ Հիսուսից հեռացող մարդիկ հեռանում էին։ Եվ Հիսուսը չէր ասում, կանչեք հետ, ես իրանց կբացատրեմ, չէ, դա դու պետք է բացահայտես։ Պետրոս ասում մենակ քո մոտ կան այդ խոսքերը եւ չի գնում։ Նրանք, ովքեր բացահայտում են Հիսուսին։ Պողոս առաքյալը գրում է, մենք կավե անոթների մեջ գանձ ենք գրում, որպեսզի զորության առավելությունը մեզանից չլինի։ Մենք առավելությունը մեզ կտանք, քանի դեռ չենք բացահայտել գանձը, որ մեր մեջ է։ Մենք Քրիստոսին կդարձնենք միջոցը հասնելու մեր նպատակներին, եթե չհասկանանք, որ նա է լավագույն եւ գերագույն նպատակը։ Որբևայրին ոնց կարող ես դու քո վերջի ունեցվածքը տալ, եթե չճանաչես նրան եւ չիմանաս նրա բարությունը, սերը եւ հոգատարությունը դառնալ։ Ոնց կարող ես անել դա։ Երբեք չես կարող անես։ Եթե չհավատաս, եթե չճանաչես նրան, որբևայրին է նույն հայտնությունը ուներ ինչ որ Աբրահամը ունեցավ Իսահակին զոհաբերելու ժամանակ։ Որն է դա։ Եհովա իր է, Տերը հոգեդանը։ Հեչ արել ես այդ ձևի մի բանը, մարտահրավեր եմ նետում քեզ։ Արա, փորձի քո հավատքը, փորձի քո ճանաչողությունը, ճանաչում ես արդյոք։ Եվ վերջի բանը, որի մասին ուզում եմ խոսամ, որ կարող է մեր նվիրվածությունը դարձնել 100%-անոց, դա սերն է։ Պատրաստ եք լսելու։ Ոնց որ ննջեցյալների մասնակից եք։ Չէ՞։ Ով հայտնություն ունի ննջեցյալների մասին։ Ոնց ասում չեմ ուզում, որ չիմանաք ննջեցյալների մասին։ Դա հնարավոր է միայն ննջելով։ Եվ երրորդը դա սերն է։ Առանց սիրո մենք ոչ մի տարբերակ չունենք 100%-ին մոտենալու։ Ամեն։ Տաղանների պատմությունը, շատ հետաքրքիր է։ Ով գիտի տաղանների պատմությունը։ Մեկին տրվեց 10
միտեղ ասում է 5-2-1, միտեղ ասում է 10-5-1։ Ուզում եմ ձեզ մի բան հարցնեմ, այդ տաղանդները, գործի դնելը, ինչ շահեր բերելու այդ տվյալ տաղանդի տիրոջը։ Հա? Ինչ շահեր բերելու։ Ոչ մի շահ, բացարձակապես ոչ մի շահ։ Բայց նրանք դրեցին դա գործի մեջ։ Որն է տրամաբանությունը։ Մեր օրերում, երբ որ ամեն ինչ շահի վրա է հիմնված, որն է տրամաբանությունը, որն է շարժող ուժը, սերը, և տրամաբանությունը այն մարդու, որ մի տաղանդը չդրեց գործի, սիրո բացակայությունն է։ Ինչն է շարժում մարդուն անշահախնդիր մի բան էլ ինքը դնի, Պողոս ասում է, ով է, որ իրա վարձքով զինվորություն անում, ով կանի այդ բանը, ով կանի այդ բանը, որ գնա ինքը ծառայի, ինքն էլ իրան ապահովի։ Չէ։ Որն է շարժարիթը։ Սերը, Պողոս ասում է, ես շատ իրավունքներ ունեի, բայց դրանցից ոչ մեկից չօգտվեցի։ Ինչի։ Սիրո պատճառով։ Երբ որ դու 5 տաղանդ ունես, դա գեղեցիկ է քո վրա, դա ինչքան լավ է քո մոտ, դու ծանր կշիռ ունես այդ ժամանակ, դու հարգանք ունես, վերջապես, և դու քո տաղանդները տանում ես տալիս ես սեղանավորին, դա էլ քոնը չի, դու դրել ես ընդեղ արդեն, և դա աշխատում է այդտեղ, և դու այդտեղից ոչինչ չես ստանում, և դրա շահից ոչինչ չես ստանում։ Որն է տրամաբանությունը։ Սերը։ Իսկ նա, ով որ մի տաղանդ ունի, ինչու չի տանում տա սեղանավորներին։ Որն է տրամաբանությունը, ինքն է սիրությունը։ Ինքը իր անձն է սիրում։ Որտեղ, ոնց, ինքը ասում է, կենտրոնացած է իր անձի վրա և կենտրոնացած է տաղանդի վրա։ Եվ ինչ է անում, դնում է տաղանդը և կանգնում է կողք և ասում է, այս սրան է արժանի, բա արդարությունը որն է, ինչով են նրանք ինձանից օրինակ լավը, բոլոր քննարկումները տեղավորվում են միայն իր անձի և այդ մի փոքր տաղանդի, քիչ տաղանդի, իրան ոչ արժանի տաղանդի, որտեղ է տրամաբանությունը, սերը իրանը չի փնտրում։ Ես դες 100% բան եմ ասում, չէ, այսօրվա խորագիրն է։ Շատ տաղանդներ հենց էստեղ թաղված են։ Գիտեք ինչու, որովհետև դուք մենք դրանք շատ փոքր ենք համարում, որ օգտագործենք Աստծո բառի համար։ Երբ որ մեր եկեղեցին կանգնեց մի խնդրի առաջ, որ մենք նվագող չունեինք, ես հայտարարություն արեցի, ասեցի ով է կարողանում դաշնամուր նվագի։ Այստեղ ով է կարողանում դաշնամուր նվագի։ Իսկ դուք նվագող չունեք։ Գիտեք ինչի է այդպես, որովհետև դա շատ փոքր տաղանդ է։ Որովհետև դուք չեք մտածում, որ դա ինչ-որ բան արժե։ Այստեղ է մոլորությունը, որ ամեն ինչ անալիզ արվում սեփական ուղեղի մեջ։ Մեզ արձագանքեց մեր Աննան, ուր Աննան, հենա, այս որ նվագում էր, լավ էր նվագում, պարտիրոչը չէ, իսկապես որ ասոր շնորհքը իրար լավ է, ինքը դաշնամուր էր նվագում, Աննա քո կրթությունը լրիվ էր թե թերի էր, 4 տարի, քանի տարվա, 7 տարվանից 4 տարի, հա, 4 տարվա, սինթեզ չգիտեր, ոչ մեկը չկար, որ իրան ասել այս կնոպկեն ես անշորիկում, ոչ մեկը, ինքը մենակ դաշնամուր գիտեր, ուրիշ ոչ մեկը։ Եվ պետք էր, որ հատ-հատ այս կնոպկեքը սեղմելով իմանար, թե որը ինչա և ոնց պետք է, որտեղ պետք է օգտագործվի։ Դա շատ փոքր էր։ Եվ ինքը կարող ասել, բայց դաշնամուրի նվագելը ինչ կարա դա եկեղեցում, չէ, խո մենք չենք դնելու փառաբանության երկերը դաշնամուրի տակ երկերը, չէ։ Գիտեք որտեղ է պրոբլեմը։ Ովքեր են սիրահարված եղել շատ աղքատ պայմաններում, որ շատ
Դուք հրյաներ եք դարել, ժողովուրդ, աղքատ չկա է ես շատ աղքատ եմ եղել, որ սիրահարվել եմ։ Եվ այդպիսի մեկի համար, որ սիրահարված է, գոյություն չունի փոքր կոչված հասկացողություն։ Հանուն նրա, ում որ դու սիրում ես, տալը, որպես սիրո դրսևորում, երջանկացնում է քեզ, որովհետև դա ուրախացնում է քո սիրելիին։ Որտեղ է գոյությունը, որտեղ է անհասկացողությունը, սեփական եսը, անձը գնահատելու, կշերքին դնելու, բարձր մտածելու, գրածա ձեր մասին հարկ եղածից ավելի մեկ մտածի։ Գիտեք որն է մեզ խանգարում, գիտեք ինչը մեզ կկանգնեցնի պատասխանատվության առաջ, մեր չափից դուրս իմաստությունը։ Այդ մարդը այնքան էր իմաստուն, որ իր մտքի մեջ արդեն տվել արել էր, եւ գիտեք ով էր մեղավոր։ Հիսուսը, եւ գիտեք ինչու էր մեղավոր։ Նա չար մարդ էր։ Եվ սարմանալի չթվա, եթե մենք մի օր հայտնվենք Քրիստոսին հակառակ դիրքում։ Ինչու՞։ Մեր էգոիզմի, մեզ սիրելու եւ մեր վրա կենտրոնանալու պատճառով, որովհետեւ դա սիրո հակառակն է։ Այդ մարդը չի տանում դա։ Գիտեք որ գաղտնիքը քչի մեջ չի, գաղտնիքը տաղանդի զորության մեջ է, այդ տաղանդը միշտ բազմապատկվելու կարողությամբ օժտված։ Աննան, որ այն օրը այն ժամանակ մենակ դաշնամուր էր կարող նվագել, այսօր երգեր ա գրում, սքանչելի Սուրբ Հոգուց առաջնորդված երգեր, երաժշտություն ա գրում, բառեր ա գրում, երգեր։ Մեր եկեղեցու հանած ձայնասկավառակի երգերի մեծամասնությունը իրագրած երգերն են։ Գիտեք ինչու, որովհետև փոքր տաղանդ գոյություն չունի։ Այն ինչ որ սիրո հողի մեջ ցանվում է Հիսուսի համար, դա պետք է բազմապատկվի եւ պետք է աճվի։ Գիտեք մենք ինչի կմնանք փոքր տոկոսների մեջ սիրո բացակայությունից, իմաստությունը գրավում է սիրո տեղը եւ հիմարացնում է մեզ։ Բայց եթե մենակ սեր լինի, դա բավարար է, եթե մենակ սեր լինի, եթե մենք սիրենք Հիսուսին։ Աբրահամ եւ Իսահակը։ Մենք այնքան օրհնյալ կարանք երգենք, որ մենք սիրում ենք Հիսուսին։ Իսկ ինչն է ցույց տալիս մեր սերը։ Սերը չէ որ պետք է դառնա գործ, չէ որ պետք է արտահայտվի ինչ-որ ձևով։ Եվ լավագույն արտահայտվելու ձևը սիրո տալն է։ Տալը։ Ինչքան ես դու սիրում Հիսուսին, այնքան ինչքան դու տալիս ես իրեն։ Քո կյանքը, քո ժամանակը, քո տաղանդները, քո ֆինանսները, քո իմաստությունը, քո արհեստները, ամեն ինչ ինչ-որ դու ունես, դա տալու մեջ է։ Հովհաննես 3:16 ասում է այնքան սիրելը չափվում է տվածի մեծությամբ։ Աբրահամը ապացուցեց իր ասելը, երբ որ Իսահակին դες, դա երկու սիրո զոհաբերության պատմություն է, դա մի սիրո զոհաբերության պատմություն չի։ Մենք միշտ մտածում ենք, որ դա Աբրահամի զոհն էր, բայց իրականում դա Իսահակի զոհն էր։ Որտեղ Իսահակը պարկեց զոհասեղանը։ Ում համար, իր հոր համար։ Աբրահամը դրեց զոհասեղանին Իսահակին, բայց Իսահակը ինքը դրվեց զոհասեղանին իր հոր սիրուց։ Աբրահամը Աստծո սիրուց, Իսահակը իր հոր սիրուց արեց։ Չէ որ մենք խոսքով կարանք այնքան բաներ ասենք, բայց մենք սրան չենք գա, եթե մենք չհասկանանք, որ իրականում շատ թեր ենք սրան մեջ։ Ինչ ասում Տերը Պետրոսի ուրացումից հետո, երբ որ հանդիպում է նրանց օրեզերքում։ Ընդամենը մի հարց։ Սիրում ես ինձ։
Բավարար է դա նրան։ Մեր այոն արդյոք բավարար է։ Ինչ ասում Տերը, արածացում իմ գալիների։ Սիրում ես ինձ։ Այո Տեր, դու գիտես, որ սիրում, արածացում իմ ոչխարների։ Արդյոք մեր սերը այդպիսին է։ Եթե մեր սերը այդպիսին չի, մենք 100% չենք։ Մենք խոսքով ասում ենք սիրում ենք Տեր, բայց արդյոք դա բավարարում է։ Տեր ասում է, եթե ճիշտ անես, միթե չի ընդունվի։ Մենք չենք կարող ասենք սիրում ենք ու ոչինչ չանենք։ Կամ մենք չենք կարող ասենք սիրում ենք ու անենք այն ինչ որ մեզ համար ճիշտ է թվում։ Մենք կարիք ունենք քննելու մեր անձերը։ Պողոս առաքյալը գրում է Կորինթացիների թղթի մեջ, 2-րդ Կորինթացիսում։ Քրիստոսի սերը մեզ ստիպում է։ Եվ մեր համոզմունքն է, եւ մենք էլ վստահ ենք, որ ճիշտ անում։ Լալսի։ Սիրելի երիտասարդ։ Քեզ թվում է, թե Քրիստոսի սերը նա է, որ դու պետք է մի հատ գամակի վրա պառկես, ծառերի հովանու տակ, ինչ որ մեկն էլ հովհարով կանգնի եւ քեզ հովանի։ Եվ դա է Քրիստոսի սերը։ Պողոս առաքյալը այսպես ասում. Քրիստոսի սերը մեզ ստիպում է եւ մենք դրա հետ 100% համաձայն ենք, որ եթե մեկը մեռավ բոլորի համար, բոլորն էլ մեռան։ Եվ նրանք, որ կենդանի են, պիտի ապրեն ոչ թե իրանց համար, այլ նրա համար, ով որ մեռավ։ Եվ Քրիստոսի սերը մեզ ստիպում է։ Ուզում եմ հարցնեմ, Քրիստոսի սերը քեզ հետ ստիպել է։ Քրիստոսի սերը ստիպում է քեզ ինչ որ բան անես։ Եվ դա ճիշտ է, եւ Պողոս ասում է, եւ դա ճիշտ է, եւ դա այդպես պետք է լինի, ես համաձայն եմ դրա։ Մենք ապրում ենք արդյոք նրանով ինչ որ մեզ դուր է գալիս, ինչ որ մենք ճիշտ ենք գտնում, ինչ որ մենք ենք ուզում։ Այստեղ Քրիստոսի սերը չկա։ Ընդհակառակը Քրիստոսի սերը ստիպում է, որ մենք ուրանանք մեր անձերը։ Քրիստոսի սերը ստիպում է, որ մենք դնենք մեր անձերը զոհասեղանի վրա։ Քրիստոսի սերը ստիպում է, որ մենք ճանապարհ անցնենք։ Քրիստոսի սերը ստիպում է, որ այսօր հանգստյան օրով մենք ստեղ լինենք։ Քրիստոսի սերը մեզ պիտի ստիպի եւ տանի այս գործերին։ Եթե չէ, մենք ուրիշ Քրիստոսի ենք ճանաչում եւ այդ լրիվ ուրիշ սերը։ Քրիստոսի սերը ստիպում է զոհաբերության։ Ամեն։ Հիմա եկեք ոտքի կանգնենք։ Ուզում եմ դիմեմ ձեզ։ Կան արդյոք մարդիկ, ովքեր ում էր Քրիստոսի սերը ստիպում է, ովքեր հասկանում են, որ Քրիստոսի սիրո դիմաց այն կյանքը, որ մենք ենք ապրում, դա շատ քիչ է։ Դա համարժեք չի։ Չէ՞ որ արդարությունը սրա մեջ է, շերքի նժարները պետք է հավասարվեն։ Մի կողմում դրված է Աստված երրորդություն Աստծո, ամբողջ թագավորությունը, որ մեզ համար տրված է։ Մյուս կողմում ինչ է դրված։ Քո տեղը, քո բաժնում ինչ է դրված։ Եթե դրված չի 100%-ի ցանկությունը։ Ինչի ասում ձեր անձերը ընծայեք, որպես կենդանի զոր, սա ձեր բանավոր պաշտոնն է։ Դա գիտեք ինչ է նշանակում, սա մեր ամենօրյա անելիքն է։ Մենք 100%-ին հասնում ենք ամեն օր թեկուզ կես տոկոս ավելացնելով շերքի վրա, զոհասեղանի վրա։ Եթե դու հստակ գիտակցում ես, որ նրա արածի և նրա տվածի, նրա սիրածի կողքին քո արածը ոչինչ է, դու այսօր դա կարող ես փոխես։
Կարող ես գաս, կարող ես քո անձը դնես նրա սեղանի վրա։ Կարող ես այսօրվա քո համաձայնությունը բերես։ Դա չի նշանակում, որ ամեն ինչ իդեալական կլինի։ Դա նշանակում է, որ դու դա կանես այնքան, մինչև որ 100% կդառնա։ Խնդրեմ, ովքեր որ ուզում են, ովքեր որ իսկապես Քրիստոսի սիրուց ստիպված են այդ բանը անեն, որ իրավունք չունեն ապրելու իրանց համար, այլ նրա որ նրա, եկեք առաջ։ Ես ինքս էլ կուզենամ ուտել կանոն ձեր։ Եթե այսօր նրա ձեռքը հայտնվի, ես համար չի գրի արդյոք կշռվեցիր և թերի գենուրեցիր։ Ինձ համար կգրի։ Օգնի տեսնենք, ինչ որ լսում ենք այսօր։ Օգնի տեսնենք։ Դերացնում ես անից ամեն սխալ կարծիք։ Դերացում քո վարագույրը մեզանից։ Ցույց տուր մեզ քո սերը և իմ սերը։ Պողոս առաքյալը պատրաստ էր ամեն ինչից զրկվելու, որ քեզ ճանաչի։ Իսկ մենք հետաքրքրված ենք արդյոք քեզանով։ Շատ շատերի սրտի գահին դրա մեր եսերն են նստած։ Մենք ենք թագավոր։ Ուշացած չլինի մեր հայտնությունը։
մխիթ էր իմ հավատքը, իմ ճանաչողությունը, իմ սերը, երկրպագությունը, անզորացությունը, խոնարհությունը։ Դու ասում ես ինձանից սովորեք, որ ես հեզ եմ ու սրտով խոնարհ եմ։ Ցույց տուր տեսնել։ Ցույց տուր օրիգինալ է։ Որ մենք կարողանանք տեսնել, որ մենք հպարտ ենք։ Են աշխանի, որ մենք չենք կարող տեսնել քո հեզությունը ու խոնարհությունը։ Են աշխանի, որ մենք չենք կարողանում ոնց որ պետք է քո մոտ գանք։ Որ մենք չենք ուզում քեզանից սովորել։ Որ մենք հեշտ չենք փոխվում։ Ամեն խաբեություն հեռացրու Տեր մեր մտքերից ու սրտերից։ Օգնի, որ մենք տեսնենք, օգնի, որ փոխվենք։ Եթե դա հնարավոր էր հարյուրապետի համար, հնարավոր է նաև ինձ համար։ Կենտրոնացրու ինձ քո վրա, քո էության, ճանաչողության, քո սիրո վրա։ Սուրբ Հոգովդ ինձ առաջնորդի։ Փոխի իմ մտածելակերպը։ Ես մաքուր, պարզ, հավարք տուր և վստահիտ եմ դասավորի ամեն բան մեր կյանքերի մեջ, որ դու լինես գերագույնը ամեն բանից վեր։